Ապրիլի 27-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպանը դուք եղել եք, ապրիլի 27-ին միջև քարոզարշավի մեկնարկելը ինչ շուտիկին Անահիտ, ձեզ չեն կանչել կամ հրավիրյալների ցանկ կար, որում դուք ներգրաված չեք եղել։ Ինձ չի թվում, որ պիտի հրավերքով մենք գնանք ինչ-որ պատկան մարմնի տեսնենք։ Ես ինքս ցանկությունս չեմ հայտնել ինչի համար, որովհետև ես ունեցա ծրագիր, նպատակ, որ Բաղրամյան Պրոշյան խաչմերուկը պարալիզացնելով հանդիպենք համար մեկ հրամանատարի հետ, ինքը չեկավ չհանդիպեց, այդտեղից ես հասկացա, որ ես այն մարդին կարանտենամ, ով հարկահամարում անգամ մեզ ծնողներին տեսնելու, ուստի ես հակ չհամարեցի իրան տենալու, չունեմ իրան ոչ մի։ Իսկ տեղարկեք ովքեր են ներկա եղել Տիկին Անահիտ։ Իհարկե, բավականին շատ ծնողներ են Ինչ են խոսել, ինչ խոստումներ են տվել, ինչ հավաստիացումներ են տվել, պատմել են ձեզ։ Խոստումներ չէ, դե բնականաբար մենք ունեինք այնտեղ Եղիազարյան Հայկը, հա, որ ինքը շատ ջղայնացած էր դուրս եկե, որ իր աղբերը կոնկրետ այնտեղ ա եղել, ասենց չասեմ էլի ընդհանուր, սակայն համար մեկ հրամանատարն ասել է Նիկոլ Փաշինյանի մասին է խոսքը համար մեկ։ Ով է, ինքն է, ես գիտեմ ինքն է, ես չեմ ուզում իր անունը տամ ուղղակի, որովհետև հենց անունը տվեցի ամբողջ բջիջներով կա, չգիտեմ, պորտկամ, ավելի լավ է չպորտկամ, ասել է ինձ ինչ SMS գրեք, հա, նամակով ես կպատասխանեմ ձեզ։ Դե հա, իր այդ բանն է, դիրքորոշումն է, իր բռնած այդ բանն է, որ ինքը SMS-ով է աշխատանքից ազատում, SMS-ով է ծնողների հարցերին պատասխանում, ես չգիտեմ։ Տիկին Անահիտ, արդեն գրեթե 5-րդ տարին է դուք գալիս եք դատարան, այսօր պարզվում է, որ վկաներից մեկը ընդհանրապես ցուցմունք չի տվել, ստորագրությունը ասում է, սա իմ ձեռագիրը չէ, շատերը գալիս են իրարամերժ գնահատականներ են տալ, լավ, ի վերջո այս ամեն ինչի հանգուցալուծումը դուք ստացել եք այս տարիների ընթացքում ձեր հարցի պատասխանը։ Դե չէ, որովհետև մենք ի սկզբանե էլ գիտեինք, որ այս 3 ավտոբուս երեխեքին տանելը եղել է այնպիսի օպերացիա, որ միտումնավոր են գնաց, միտումնավոր են ուղղորդել, միտումնավոր են տարեհանձնել, իսկ նմանատիպ, որ մարդը անգամ չգնա քնչական ու ինքը այնտեղ իբրև թե ցուցմունք ա տալի, մի հատ էլ գալիս է այստեղ վկայություն ա տալի, այս մի հատ բարդակի աստիճանն է, որ այո մենք այսպես փնթի իրավիճակում ենք հայտնվել, ոնց որ մեր ոչ ու փուչ Մակարյանը, ես իրան փոքրատառերով եմ միշտ իմ SMS-ներն էլ փոքրատառով եմ գրում, որ ինքն ասում է վրիպում ա տեղի ունեցել, ու սենց վրիպակները ապրում են մեզ կողքի, ես չգիտեմ։ Իսկ հետևում եք քարոզարշավին, օրինակ պատերազմը զոհվածների շատ ծնողներ իսկապես շնորհակալ են Նիկոլ Փաշինյանին, Տիկին Անահիտ։ Երեք տեսանք, թե ծնողներից մեկի Տիկին Մարիամի հետ, երբ փորձում էր սև սրտիկ նվիրել Նիկոլ Փաշինյանին, թույլ չտվեցին առաջանալ, բայց շատերն են նաև շնորհակալ են Տիկին Անահիտ։ Դե հա, ոնց որ մեր անցած դատից Քնարիկ ջան մեր հենց ծնողն ասեց գցեցին Նիկոլի ջեբը, հա, դուք ինքներդ հրապարակեցիք, ինչը գցեցին, քաղաքական պոզիցիան գցեցին Նիկոլի ջեբը, թե երեխեքին տանել հանձնելը, կոնկրետ իմ 40 տղերքից 30-ը, 29-ը այս գործով իշխանության օրոք են բացակայում տներից։ Նախկինն ինչ արեց, ներկան ինչ արեց, այդ ինձ ամենակիչն է հետաքրքիր, բայց որ իմ տղերքի մեղավորը այս կոնկրետ գործով իշխանությունն է, միանշանակ իրանք են։ Իրանք կուզեն, այդ երեխեքը կգան, չեն ուզի, չեն գա, ոնց ուզեն, այտենց կանեն։ Ինչը գցեցին, այո, ես քարոզարշավին իհարկե բոլորն էլ հիմի, որ այս իմ ինտերվյուն տեսնեն, կտեսնեն, որ այո, ես Facebook-յան հարթակով հետևում եմ բոլորին անխտիր, եւ ներկա, եւ ապագա, եւ գործող, եւ նախկին, եւ սա բոլորին ես հետևում եմ շատ, բնականաբար ոչ մեկին չեմ արձագանքում, ուղղակի իմ որպես քաղաքացի, ոչ թե որպես իմի ես պահանջատեր ծնող, որպես քաղաքացի շատ լավ կլինի, որ ցանկացած թեկնածու ինչ-որ գործողություն, ինչ-որ ծրագիր ներկայացնի, ոչ թե ինչ-որ իմ հետևից ընկնի, քո հետևից ընկնի, մյուսի հետևից ընկնի,
այդ մենք ընթացքում ում հետևից որ պետք է կընկնենք, հա, բայց նախորդ պետք է ժողովրդին հանրությանը ցույց տան ծրագիր։ Չգիտեմ։ Ծրագիր չեք տեսնում Տիկին Անահիտ։ Չէ, գործող իշխանության կողմից ոչ մի ծրագիր չեմ տեսնում։ Իսկ ընդդիմադիր դաշտի Դե ընդդիմադիրներին տեսնում ենք հաճախ որ փորձում են ծրագիր ներկայացնել, դե իրանք չունեն ոչ մեկի հետևից ընկնելու, որովհետև իրանք ով էլ որ լինի, իրանք գործով, հա, ցույց կտան, թե ինչ են իրանք անում։ Հիմա այսօր եկեք մեր Էջմիածին նույն մուտքը որ մտնում ենք Զվարթնոց թաղամաս, այդ նույն ռազմարոդի վրա ամբողջ ամեն մեքենա անցնելուց կոնկրետ նաև ես հայոյանք եմ տալի ներկա իշխանությանը, որովհետև այն ասֆալտը, որ պետք է անենց փռեն, որ ցանկացած մեքենա գոնե մոստի տակով, հա, շրջանն ու այդ ռազմարոդը կոպիտ ասեմ, անցնի ոնց որ պետք է, ես չգիտեմ, այնքան անեցքու հայոյանք են ուտում, նաև իմ կողմից, որ ես վարորդ եմ ունեմ, լիքը վարորդների կողմից, ինչա, այս են անում, թող մի անգամ անեն, լավն անեն, ծրագիրը ներկայացնեն լավ վիճակի, կամ այսօր գյուղացին ասում է, չգիտեմ, ես տարբեր մարդկանց եմ տենում, կամ որ ասում է, ես երեխիս կորցրիկ ես կտա, ես չեմ հասկանում, միգուցե իր երեխեն պետք էր որ կորեր, այսինքն ինքը ինչքանով կտավ, 300,000-ով կտավ իրար, հա, ես չգիտեմ, հա, անհետ կորածի զոհվածի ընտանիքներին տալիս են զինապատ ծրագիրը տալիս է սոցիալական աջակցություն, այսինքն դու մնացել ես այդ պետության 300,000-ին, որ դու կորցրեցիր նրան, սրան գտար, ես չեմ իրոք չեմ հասկանում, միգուցե այդ ծնողը նաև չասեմ ուրախ, միգուցե եւ ուրախ է, ես չեմ կարող ասել։ Օրինակ տեսեք երեխաների պաշտպանության օրներ իմ թորնիկն ասում է, հե, պապաս, հա, սենց, ինքը անդադ պապայից հարց է տալի, ինքը լսում է, որ մեկ ուրիշը ասում է, պապաս եկավ դպրոցից տարավ, պապաս տարավ դպրոց, այդ իմ ամեն օրվա ցավն ու տանջանքն է, որ երբ իրա պապան գալու, որ իրան էլ այդ նույն հաճույքներից մատուցի, իրան էլ այդ նույն սպասումները, չգիտեմ, չեմ կարում շարադրեմ միտքս, թե այն անգամ սես կոպիտ ասեմ, որ ծնողներ գցում են իմ աղջիկ երգը, հա, ես անգամ այդտեղ, ես չարացել եմ, չափի շատ եմ չարացել, ինչի պիտի ծնողը, ես ունեցա իմ մոտ օֆիս, դե ես ինքս հասարակական կազմակերպություն ունեմ, որ ծնողն իմ մոտ ասում է, այն ժամանակ 250,000 էր, այդ սոցիալական զինապահի ծրագրի գումարը, ասում է, դե Անահիտ ջան, իմ տղեն 90,000 էր ստանում, ապրի Նիկոլը 250,000 է տալի, ես էլ ուրիշ այդ ծնողին ինչ կարամ ասեմ, ոչ մի բան, եթե ինքը այդ 250,000-ով ծախում է իր երեխին, ես այդ ծնողի հետ աշխատում եմ, կոնտակտի չմտնեմ, աշխատում եմ այդ ծնողին իմ կողքին չպահեմ, որովհետև ինքը չի կարա իմ կողքին գտնվի, կոպիտ խոսք է, չի ասում, ասա ով անկերդ, ասեմ ով ես դու, չի կարա, ես չեմ հասկանում, ուղղակի չեմ կարող պատկերացնել։